Հարսնադորի լեգենդը սերիալի շուրջ քննարկումները գնալով ավելի են ակտիվանում, հատկապես հիմա, երբ արդեն շատերը համոզված են, որ նկարահանումներն ավարտված են, թեև սերիալի ստեղծագործական թիմը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։ Հանդիսատեսը սկսել է նկատել բազմաթիվ մանրուքներ, որոնք կարծես հաստատում են այդ լուրերը։ Ամենաուշագրավը դերասանների կերպարանափոխություններն են։ Սերիալների դեպքում դա հաճախ ամենամեծ հուշումն է լինում, երբ դերասանները փոխում են մազերի գույնը, սանրվածքը, արտաքին տեսքը կամ սկսում են ներկայանալ լրիվ այլ ոճով, դա սովորաբար նշանակում է, որ տվյալ նախագծի նկարահանումներն ավարտվել են և դրանք արդեն անցել են նոր փուլ։ Հարսնաձորի լեգենդը սերիալի դերասանների դեպքում հենց դա է նկատվում։ Սոցիալական ցանցերում արդեն շատերը քննարկում են, որ մի քանի դերասաններ վերադարձել են իրենց նախկին արտաքինին, ոմանք էլ բոլորովին նոր կերպարով են հայտնվում հրապարակումներում, և սա ավելի է ուժեղացնում այն համոզմունքը, որ սերիալի վերջին կադրերն արդեն նկարահանված են։ Բայց ամենահետաքրքիրն այժմ այն է, թե ինչ ավարտ է սպասվում այս պատմությանը, քանի որ սերիալն ամբողջ ընթացքում կառուցված էր գաղտնիքների, ընտանեկան բախումների, սիրո և դավաճանության վրա, դժվար է պատկերացնել հանգիստ ավարտ։ Ավելի հավանական է, որ ստեղծագործական թիմը պատրաստել է ծանր, հուզիչ և երկար քննարկվող եզրափակում։ Արմոյի գիծը, օրինակ, շարունակում է մնալ ամենամեծ հարցականը, նրա երկարատև անհետացումը ակնհայտորեն պատահական չէ։ Սերիալը կարծես հատուկ է նրան հեռացրել էկրաններից, որպեսզի վերադարձը լինի ավելի ուժեղ և շոկային։ Շատերը համոզված են, որ հենց վերջին սերիաներում նա կրկին կհայտնվի, և դա կլինի պատմության ամենավտանգավոր պահերից մեկը։ Եթե իսկապես պարզվի, որ Լալայի երեխայի անհետացման հետևում Արմոն է կանգնած, ապա սերիալը կմտնի շատ մութ փուլ, դա արդեն պարզապես ինտրիգ չի լինի, այլ բացահայտ հանցագործություն, որը վերջնականապես կկործանի նրա կերպարը։ Բայց այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց. արդյոք Արմոն պատժվելու է։ Հանդիսատեսի մեծ մասը սպասում է հենց դրան, որովհետև ամբողջ պատմության ընթացքում նա աստիճանաբար դարձավ այն մարդը, ում գործողությունները քանդեցին բազմաթիվ ճակատագրեր։ Սաքոյի դեղերի պատմությունը, ֆինանսական քաոս, ընտանեկան բախումներ։ Շատ հավանական է, որ վերջին սերիաներում հենց Արմոյի բացահայտումը դառնա գլխավոր հանգուցալուծումը։ Բայց սերիալը կարող է գնալ նաև ավելի անսպասելի ճանապարհով։ Հնարավոր է, որ նա փորձի փախչել, հնարավոր է վերջին պահին փորձի արդարանալ, կամ նույնիսկ հնարավոր է, որ նրա ճակատագիրը ողբերգական ավարտ ունենա։ Սաքոյի պատմությունը նույնպես մոտենում է իր ամենակարևոր կետին։ Նա այն կերպարն է, ով ամբողջ սերիալի ընթացքում անցավ ամենածանր հոգեբանական ճանապարհը։ Սկզբում շատերը նրան չէին հասկանում, հետո սկսեցին խղճալ, իսկ հիմա արդեն պարզ է, որ նա եղել է մանիպուլյացիայի զոհ։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել, արդյոք Սաքոն կկարողանա վերականգնվել, կկարողանա հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր հետ, և ամենակարևորը, արդյոք նա կհասցնի պայքարել Արմոյի դեմ։ Վռամի և Սոնայի գիծը հավանաբար լինելու է ավարտի ամենահուզիչ հատվածներից մեկը։ Սոնայի հղիությունն ամբողջությամբ փոխելու է նրանց հարաբերությունները։ Եթե սկզբում թվում էր, թե դրանք կարող են բաժանվել անվտանգության պատճառով, ապա հիմա երեխայի գոյությունը նրանց նորից կապել է իրար։ Բայց այստեղ վտանգը բնավ չի վերացել։ Սոնան դեռ ապրում է այն ընտանիքի մեջ, որտեղ ամեն օր նոր գաղտնիքներ են բացահայտվում։ Աբոն դեռ ցանկանում է աղջկան հեռացնել այդ միջավայրից, և երբ նա իմանա, որ ապագա թոռը Ադամյան է, նրա արձագանքը կարող է շատ ուժեղ լինել։ Շատ հնարավոր է, որ ավարտին Աբոն կանգնի դժվար ընտրության առաջ՝ շարունակել պայքարել այդ ընտանիքի դեմ, թե հանուն Սոնայի և երեխայի փորձել հաշտվել իրականության հետ։ Լալայի գիծը նույնպես մոտենում է իր ամենածանր հանգուցալուծմանը։ Նրա պայքարը երեխայի համար դարձավ ամբողջ սերիալի ամենահուզիչ թեմաներից մեկը, և հիմա, երբ երեխան անհետացել է, պատմությունը նորից հասցնում է նրան ծայրահեղ ցավի։ Բայց շատ հավանական է, որ հենց Լալայի պատմությունը ստանա ամենահուզիչ ավարտը, որովհետև սերիալն ամբողջ ընթացքում ցույց էր տալիս նրա մայրական ուժը, համբերությունն ու պայքարը։ Եվ եթե նա վերջում վերագտնի իր երեխային, դա կարող է դառնալ ամբողջ պատմության ամենաուժեղ տեսարաններից մեկը։
Հայկի եւ Նարեի հարաբերությունները եւս հավանաբար վերջապես կհասնեն որոշակի հանգուցալուծման։ Նրանք այն զույգն են, ովքեր որքան էլ վիճեն կամ հեռանան իրարից, միևնույն է միշտ վերադառնում են միմյանց։ Նրանց գիծը սերիալում միշտ ներկայացվել է որպես դժվար, բայց իրական սեր։ Հնարավոր է հենց վերջում նրանք հասկանան, որ այլևս իմաստ չունի պայքարել իրար դեմ։ Ընդհանուր առմամբ «Հարսնաձորի լեգենդը» սերիալի ավարտը ամենայն հավանականությամբ լինելու է շատ էմոցիոնալ, ծանր և միաժամանակ խորհրդանշական։ Հնարավոր է լինեն կորուստներ, հնարավոր է որոշ կերպարներ չկարողանան փրկվել, հնարավոր է արդարությունը վերջապես հաղթի, բայց ամենակարևորն այն է, որ այս սերիալը կարողացավ ստեղծել հերոսներ, որոնց ճակատագրերով մարդիկ իսկապես ապրում էին։ Եվ եթե նկարահանումներն իսկապես ավարտվել են, ապա առաջիկա սերիալները լինելու են ոչ միայն հերթական դրվագներ, այլ հրաժեշտ մի պատմության, որը երկար ժամանակ եղել է շատերի առօրյայի մի մասը։ Այնպես որ մինչ կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ այս սերիալի հետ կապված, միացեք մեր ալիքին, իսկ մենք խոստանում ենք հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներ, որոնք անտարբեր չեն թողի ոչ ոքի։